Վարը ընտրության օրը եւ նաեւ ձեր այդ որոշման մեջ կա այդ դրվագը ընտրության օրը 50 մետր հեռավորությամբ կանգնած որոշակի ուղղորդումներ է արել եւ դուրս է եկել հանձնաժողովի նախագահը արգելել է թողել գնացել է այդտեղից եւ սրանից եզրահանգման է գալիս դիմողը որ այ մենք փոքր ռեսուրսներ ենք ունեցել, չենք կարողացել ամբողջ պատկերը հանրապետության ներկայացնենք դրվագ առ դրվագ, բայց կարող ենք անել նման հետևություն, որ դա բազմաթիվ համայնքներում կրկնվել է։ Ինչպիսի տեղեկատվություն ունեք այս կապակցությամբ եւ ինչպիսի գործիքակազմ եք օգտագործել դա բացառելու համար։ Տիկին Սաֆյան, այն մոտեցումը, որ առանձին տեղամասում արձանագրված խախտումը կարող է վերագրվել բոլոր տեղամասին, դա սահմանադրական դատարանը բազմիցս երգել է, բայց ես կարող եմ փաստել, որ քվեարկության օրը գործել է թեժ գիծ, գործել է իրավիճակային կենտրոն, կենտրոնական ընտրական հանձնաժողով եւ բոլոր ահազանգերին, բոլոր, այսպես ասենք, մամուլով տեղ գտած որևէ դիտարկումին օպերատիվ լուծում է տրվել։ Այդ թվում նաև, եթե անհրաժեշտություն է առաջացել կենտրոնական ընտրական հանձնաժողովից, կապվել են համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովի, նախագահի կամ քարտուղարի հետ եւ պահանջել, որպեսզի այն խնդիրը, այն բողոքը, որ եղել, արագ լուծվի եւ լուծվել է։ Սա է, այսինքն գործիքակազմը դա ըստ էության բոլոր ահազանգերին օպերատիվ լուծում։ Երկու կողմերն էլ ներկայացնում են որոշակի դրվագներ, փաստեր, տեղեկություններ եւ անկախ դրա ազդեցությունից արդյոք ստեղծված իրավիճակում եթե պայմանականորեն ընդունենք դրանք ճիշտ կամ ոչ ճիշտ գնահատական չենք տալիս արդյոք դրանից չեն տուժել այն կուսակցությունները, որոնք փոքր կուսակցություններ են, առաջի անգամ են մրցակցության մեջ մտել խոշոր կուսակցությունների հետ եւ արդյոք ամենաշատը չեն տուժում այդ կուսակցությունները։ Ամենևին ոչ, Տիկին Սաֆարյան, բարձր դատարան, որովհետեւ ընտրական օրենսգիքը բոլորին տալիս է հնարավորություն։ Մեր խնդիրն է ապահովել այդ հնարավորության իրացումը եւ երբ որ ես ասում եմ, որ բոլոր ահազանգերը օպերատիվ լուծում են ստացել, դա նշանակում է, որ որևէ մեկը չի կարող դժվել, որովհետեւ այստեղ խնդիրները, որ առաջանում են, դա վերաբերում են բոլորին եւ այդ մեր պարտականությունը այդ խնդիրները լուծել եւ լուծել օպերատիվ, ինչը մենք արել ենք։ Ես չեմ ասում, որ թերություններ, ի վերջո գործ ունենք մի գործընթացի հետ, որի իրականացման ընթացքում ներգրաված են 40,000 մարդ մոտավորապես։ Դա հանձնաժողովի անդամներն են, տեխնիկական սարքերը սպասարկող անդամներն են, վստահված անձինք, դիտորդներ, ընդհանուր քվեարկության օրը տեղամասերում ներգրաված մարդկանց թիվը ավելին է, քան 40,000-ը եւ այդ ընթացքում, որ կարող են առանձին, չգիտեմ, դրվագներ լինել, դա կարծում եմ բացառել հնարավոր չէ։ Դա ինչ որ նշեցիք, վերաբերվում է բուն ընտրության օրվա գործիքակազմին, բայց բոլորի հիմնական փաստարկը վերաբերվում է միջև ընտրության պահը արդեն ձևավորված ընտրողի ազատ կամքի վրա ազդեցություն ունեցող գործոնների, այսպես ասեմ, լայնածավալությանը բոլոր կողմերի օգուտ եւ ի վնաս հնչեցված, կարևոր չի, որ կողմն է։ Հիմա ես ձեզ հարցնում եմ, այդքան հրապարակումներ են եղել թերթերում, չգիտեմ, լրատվամիջոցները պարբերաբար անդրադարձել են գումարների արտահոսքին, հակահետախուզությունը որոշակի տվյալներ է հրապարակել, դրանցից որևէ մեկը դուք որպես կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ պարզել եք ինչի հետ կապված է, արդյոք այդ ընտրություններին աբերաբերվում, թե ընտրություններից դուրս գործընթացներ են ընթանում, դուք դրանք պարզել եք, թե դա ձեր խնդիրը չեք համարել։ Տիկին Սաֆյան,
Ընտրությունները մի գործընթաց է, որ դա ողջ պետությունն է իրականացնում եւ պետական գերատեսչությունից յուրաքանչյուրը ունի իր պարտականությունները եւ երբ որ իրավապահները իրենց գործառույթն են իրականացնում, դա իրենց գործառույթն է եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընթացքի մեջ գտնվող գործընթացներին նախաքննության ընթացքին կամ նույն հակահետախուզության ծառայության գործերին միջամտելու կամ իրենց ընթացքի մեջ գտնվող գործընթացները հիմք վերցնելու եւ դրանց հիման վրա իրավական գնահատականներ տալու լիազորություն իմ կարծիքով եւ կրկնում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նաեւ անդամների կարծիքով նման լիազորությամբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը օժտված չէ, որովհետեւ դա ստացվում է, որ դեռ չունենալով իրավական ակտ, որը որ փաստում է որևէ անձի կամ որևէ կուսակցության կողմից իրավախախտում թույլ տալու փաստը, նկատի ունեմ դատական ակտը, չունենալով այդ դատական ակտը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը հիմք վերցնի եւ տա իրավական գնահատական, ես կարծում եմ կենտրոնական ընտրական հանձնաժողովը նման իրավասություն չունի։ Ինչու եք ձեզ այդպես կաշկանդել։ Ինչով եք ձեզ այդպես կաշկանդել։ Ինչն է ձեզ արգելում, որպեսզի պետական մարմիններից տեղեկություն ստանաք։ Ընտրական օրենսգիրքը այդպիսի արգելքներ, կարծում եմ, չունի։ Տիկին Սաֆարյան, տեղեկություններ մենք բոլոր պետական մարմիններից հնարավորություն ունենք ստանալու, որոնք որ մեզ անհրաժեշտ են, բայց տեղեկությունների հիման վրա իրավական հետևանք առաջացնելը զուտ տեղեկությունների, կասկածների, նախաքննության մեջ գտնվող գործերի հիման վրա իրավական հետևանք առաջացնելը իմ կարծիքով ընտրական օրենսգիրքը մեզ նման հնարավորություն չի տալիս, նման իրավունք չի տալիս։ Պատասխանատու Տիկին Սաֆարյան, շնորհակալություն, նստեք։ Պարոն Խաչատուրյան